Ողջույն բարեկամներ, այսօր արդեն ապրիլի 29-ն է Երևանում, մենք դեռ Նյու Յորքում ամսի 28-ի մեջ ենք եւ ձեզ ուզում եմ հիշեցնել, որ եկող կիրակի մենք կարող ենք հանդիպել Մոնրեալում ժամը 2-ին, ցերեկը 2-ին, Մոնրեալի եկեղեցում, այնպես որ մուտքն ազատ է, խնդրեմ համեցեք, սիրով կզրուցենք միասին։ Ես, եթե հիշում եք, 3 օրը, երբ մենք խոսում էինք պատերազմի ժամանակ օգնություն ուղարկած այդ փաթեթների մասին, որոնք հայտնվել էին աղբարկողում, աղբար կղ չէ, կներեք, աղբավայրում, արհեստական ստեղծած աղբավայրում, եւ հիշում եք այդ տեսանյութերը, ես խնդրեցի, որ մեր իրավաբանները մի դիմում քրեական գործառույթելու համար պատրաստեն եւ դիմել դատախազություն։ Ուզում ձեզ տեղեկ պահեմ, որ արդեն դիմումը կազմած է եւ եթե դուք մտնեք armjustice.com, կտեսնեք այդ դիմումը եւ ոչ միայն այդ դիմումը, բոլոր դիմումները, որոնք մենք բոլորս խոստացել էինք ձեզ, որ մենք իրականացնելու ենք ձեր պատվերը, այն ինչ որ մեզ պետք է այսօր պետություն, իրավական պետություն կառուցելու համար, արդեն կա։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնեմ վերջի դիմումը, հայցադիմումը, որը պատրաստել է Հարություն Բաղդասարյանը։ Երևի ձեզ մոտ երևում արդեն, կարծում եմ ոչ ամբողջությամբ, բայց ես կարդամ հիմնական բովանդակությունը եւ այսպես դիմումը սկսում է հետեւյալ հղում անելով լրագրող Սյուզի Բադոյանի արձանգին, արձանագրում ենք, որ Փաթաքարի դաշտերում թողած օգնությունը ծավալը ահռելի էր, փաստորեն դա այս Փաթաքարում է եղել, ճիշտն ասած տարածքներ ես չէի հիշում եւ արտակի ահազանգից հետո մարդիկ գնացել ներկայացել են, նկարել են եւ արձանագրել են փաստը։ Այստեղ բոլոր կոմենտները կա հղումներով, մարդկանց գրառումներով, ապացույցներով, որ այո, մարդիկ վկայում են, որ օգնություն են ուղարկել, հավաքվել է կարգոներում, չի հասել տեղ, հսկայական աշխատանք է արած, այսքան ոնց է գտել, ես էլ եմ զարմանում, ճիշտն ասած։ Եվ անցնենք արդեն հիմնական մասին, գտնում եմ, որ արկա են Հայաստանի քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով ամրագրված հանցակազմը այն է ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից, քանի որ հնարավոր չէ այդքան ապրանքը մի անձի կողմից ոչնչացված լինի։ Այդ պետք է ասեմ, այդ մի անձ չէր կարող լինել, այդ ամեն ինչ ուղղված էր Պաշտպանության նախարարությանը, Պաշտպանության նախարարությունն էր այդպես պահանջում, բոլոր ապրանքները գնում էին Պաշտպանության նախարարության կարգոները, պահեստները, եւ մարդիկ վկայում են, որ բոլորը դեռ ա եղել։ Մյուս հաջորդը քրեական օրենսգրքի 265 հոդվածի առաջին մասով ամրագրված հանցակազմը այն է գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականություն ունեցող անձի կամ այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, դրանց նկատմամբ այն փույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե այդ անձի անզգուշության հետևանքով տեղի ունեցել այդ գույքի խոշոր չափերի հասնող ապշտական վնասում կամ կորուստ, եթե չկան հանրային ծառայության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներ։ Մի խոսքով, քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առավելույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստացվել է։ Մենք հիմա հաղորդում ենք ստացվում, ֆիզիկական անձից։ Նույն հոդվածի երկրորդ մասով համաձայն համապատասխան հաղորդումը համարվում է առավելույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին հետ համապատասխանելու նախնական իրավական գնահատական։ Մի խոսքով, լրիվ հիմնավորված է, թե ինչու պետք է քրեական գործ հարուցվի, կա հանցակազմը, կան վկայությունները, մնում է քրեական գործ հարուցվի եւ պարզեն մեղավորներին։ Շնորհակալություն մեր վերջում էլ հարգանքներով Հարություն Բաղդասարյան, շնորհակալություն մեր քննչական խմբին, մեր իրավաբանական խմբին օպերատիվ արձագանքելու համար եւ այս գործերն անելու համար։ Իսկ մեր կողմից, եթե մենք գնահատում ենք, կարևորում ենք եւ արժևորում ենք այն աշխատանքը, որ կատարվում է, օպերատիվ բավականին աշխատանքը, որ կատարվում է, մենք կարող ենք օգտակար լինել այդ աշխատանքի տևականության համար։ Ես այսօր խնդրել եմ եւս մեկ քրեական գործ
կգործալուծելու համար դիմում գրել, ճիշտ ասած արդեն մոռացել եմ թեման որն է, բայց մեր առօրյա հա, թեման հետևյալն է։ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ պայմանավորվածության արդյունքում հիմա զոհեր չկան։ Այսինքն իրենք կարող էին պայմանավորվել, որ այն ժամանակ էլ չլինի։ Այսինքն իրենց պայմանավորվելով է պայմանավորվում, ինքը պայմանավորվում, ինքը զոհերի բացակայություն է։ Եթե զոհերի բացակայությունը իրենց պայմանավորվելու վրա է, նշանակում է զոհերի արկայությունը նույնպես իրենց պայմանավորվելու վրա է։ Թեմա իրավաբանորեն ոնց կհիմնավորի այս Ալեն Սիմոնյանի պնդումը, դա թողում ենք իրավաբաններին։ Ես երկար մտածելուց եւ երկար սկսել բռնելուց հետո ես էլ որոշեցի օգտվեմ Patreon-ի հնարավորությունից։ Ինչա Patreon-ը։ Դուք կտեսնեք լինքը տեղ, տակ գրած, հենց ներքև նկարագրությունների բաժնում դուք կարող եք մտնել առաջի դա կա ժամկետ անվճար եւ կա անդամագրվելու հնարավորություն։ Ինչ է տալիս Patreon-ը։ Patreon-ը տալիս է նախ մեր բոլոր նյութերը անժամկետ նայել առանց YouTube-ի գովազդների ամենակարևորը եւ ես ոչ չեմ կարող կառավարել, ասենք Ռուսաստանում, չգիտեմ, կա թե չկա, Հայաստանում դեռ չկա, բայց շուտով լինելու է, որովհետեւ Google-ը ինչ որ էքսպերիմենտ անում է, չեմ ասում Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում ինչքան շատ է միջամտում Google-ը իրար գովազդներով։ Դա մեկ, դու կարող եք առանց գովազդների նայել։ Երկրորդը, այնտեղ տարբեր բաներ կան, անդամության տարբերակներ կան եւ մենք կարող ենք այս պլատֆորմում շփվել։ Այսինքն ես տեղադրելու եմ նյութեր այս Patreon-ում, դուք կարող եք դիտել այս Patreon-ում նյութեր, որոնք առայժմ ես չեմ համարում, որ պետքա ասենք 10,000-ավոր մարդկանց սեփականությունը դառնա։ Մենք կարող ենք նաև նախաձեռնել քննարկումներ, հանդիպումներ, հարց ու պատասխան առանձին ֆորմատով, ավելի նեղ ֆորմատով, որովհետև քննարկելու թեմաներ կան շատ նեղ մասնագիտական, հա, տնտեսության վերաբերյալ, արտաքին քաղաքականության վերաբերյալ, որոնք ժամանակատար են եւ ինչպես նկատել եք մեծ երկար հարց ու պատասխանների ժամանակ ես աշխատում եմ շատ հակիրճ լինել, որովհետեւ այլ թեմաներով նույնպես հարցեր կան։ Իսկ այս ֆորմատը թույլ կտա, որ անհատական մենք նույնիսկ հանդիպումներ ունենանք տեսազանգերով, վիդեոներով։ Խոսքով, սա ավելի ակումբային տրամաբանություն է, այնպես որ ովքեր կբաժանորդագրվեն Վարդան Հակոբյան Patreon-ին կունենան ակումբի անդամի կարգավիճակ եւ ես իրանց համար ավելի հասանելի կլինեմ, քան սովորական պայմաններում եմ ես։ Եվ ես հասկանում եմ, որ իմ ամբողջ էներգիան ու ժամանակը տանում է մեդիա այս արտադրանքները, որոնք ես համարում եմ շատ կարևոր մարդկանց տեղեկացնելու համար եւ իմ ամբողջ ժամանակը փաստացի արդեն մեկ տարուց ավել ամենայն լրջությամբ տանում է այս ամեն ինչը։ Եվ սա դառնում է մի քայլ բարձր հաջորդ քայլի համար, իսկ հաջորդ քայլը ես ասել եմ, որ հունիսի 7-ից հետո ես ենթադրում եմ, որ պետք է փոխեմ արդեն կարգավիճակը, որովհետև կյանքը չի ավարտվում, պայքարը շարունակվում է եւ նույնիսկ ինչ որ հաջողության դեպքում էլ ես չեմ համարում դա վերջնական հաջողության, մենք պետք է հասնենք մեր երազած երկինքը կառուցելու։ Եվ ես որոշել եմ դադարել աջակցողի կարգավիճակը ունենալու։ Ոչ թե վատ բան աջակցողը, ես պատրաստ եմ մինչև հունիսի 7 ցանկացածին աջակցել, բայց դրանից հետո երևի պետք է դառնալ ավելի շատ նախաձեռնող։ Մի խոսքով, մենք այս պլատֆորմում այդ ամեն ինչի մասին շատ կարող ենք խոսել։ Վարդան Հակոբյան Patreon, որ մտեք, բաժանորդագրվեք եւ մենք կարող ենք ավելի շատ ժամանակ անցկացնել միասին։ Եվ այսպես ադրբեջանցիները գնահատում են, շատ բարձր են գնահատում Փաշինյան Նիկոլի աշխատանքը, Փաշինյան Նիկոլին համարում են, որ սա բացառիկ նվեր էր Ալլահի կողմից իրենց տված, եւ իրենց ընդդիմադիր լրագրողն ասում է Նիկոլի մահվանորը արդեն տեսեք մահվանից են խոսում, ճիշտ եք անում։ Ադրբեջանը պետքա երրորդյա սուգ հայտարարի, որովհետև այս մարդը մի քանի ինքը 2 տարվա մեջ է ասում, բայց 2 տարի չի, 8 տարվա մեջ շատ ավելի շատ բան արեց, քան 30 տարվա մեջ Ադրբեջանի բոլոր ղեկավարները։ Այո, սա բացարձակ ճշմարտություն է եւ սա հետ համաձայն են բոլոր նրանք, ովքեր ընդունում են Փաշինյանի կողմ։ Այո։
իրենք էլ են համաձայն եւ ուրախ են Ադրբեջանի համար, որ Նիկոլ Փաշինյանը 8 տարվա մեջ կարողացավ Ադրբեջանի համար շատ բան անել, քան հնարավոր էր ընդհանրապես։ Եվ քանի որ իրանք խոսում են արդեն Նիկոլ Փաշինյանի մահվան օրվա մասին, մեզ ինչ ամանում անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս Ադրբեջանում երրորդյա սուքը հայտարարվի շուտ, քանի դեռ Հայաստանից ինչ-որ մի բան մնացել է։ Երևի տեսել եք արդեն այս պաստառները, վերադարձ չկա Հայաստան, առանց Փաշինյանի չկա Հայաստան։ Սա բացահայտ շանտաժ, բացահայտ խախտում է մարդու իրավունքներին, ոչ միայն բարոյական իմաստով, այլ ասենք իրավական իմաստով, քանի որ մենք խոսում ենք իրավական դաշտից, իրավական պետություն դառնալու դաշտից, մենք ավելի շատ շեշտում պետք է անենք իրավական հարթության վրա։ Հիմա այս առիթից օգտվելով էլի խնդրում եմ պարոն Բաղդասարյան, մի հոդվածել այս մասով, որպես շանտաժ, որպես վախով քվե ստանալու գործիք իշխող ուժի կողմից։ Չկա Փաշինյան, չկա Հայաստան։ Չկա Հայաստան առանց Փաշինյան։ Սա գտեք ձևավորումը։ Ես կօգնեմ այդ հարցում, այնպես որ մի քրեական գործել է ծառումով։ Իսկ հիմա գանք այն կուսակցությունների, որոնք մասնակցում են ընտրություններին։ Տեսեք, սա բացահայտ շանտաժ է։ Մարդը հարցում է, ինչ չլնեք, ինչ չընտրեք, կլինի պատերազմ։ Այսինքն ինքը ընտրողի քվեն ստանում է, ես ամեն օր սա մասին խոսում եմ, սա մասին իրավական մասին եմ ուզում խոսամ, այս մասին բավականին ծավալուն բացատրեց Անդրեաս Ղուկասյանը Նոյան տապանի եթերում, եւ ես ուզում եմ երկրորդեմ Անդրեաս Ղուկասյանը եւ ասեմ ամենակարևորը, հարգելի այն կուսակցությունները, որոնք մասնակցում են ընտրություններին Փաշինյան Նիկոլին գրողի ծոցը ուղարկելու նպատակով, այլ ոչ թե իր մոտ պատգամավոր աշխատելու նպատակով, սա բացառիկ շանս է իրենց համար, բացառիկ շանս, որպեսզի հասնեն նրան, որ Նիկոլ Փաշինյանը զրկվի ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Իր լոզունգը, իր այս կարգախոսը ամենամեծ նվերն է ձեզ համար, ամենամեծ, հա, սա իրավունքի տեսակետից շանտաժ է մարդու նկատմամբ ձայնը խլելու համար, սպառնում է պատերազմով, ցանկացած իրավունքի տեսակետից, ցանկացած գործարք, պայմանագիր կնքելը շանտաժի տակ, զենքի սպառնալիքի տակ, պատերազմի սպառնալիքի տակ, դա արդեն անօրինական է։ Եվ եթե Հայաստանում կա կուսակցություն, շարժում, չգիտեմ, որոնք մասնակցում են ընտրություններին, եւ իրաց նպատակը Փաշինյան Նիկոլին, ասենց ասեմ, անենց անելն է, որ Ադրբեջանում երրագույն երրորդյա սուքը շուտ հաստատվի, ինչքան հնարավոր է, ուրեմն պետքա օգտագործեն այս հանգամանքը։ Ձեզ ընդամենը պետքա համաձայնության գալ սրա շուրջ, դիմել փաստաբաններին, իրավաբաններին, եթե դա կարիքը կարող եք ինձ դիմել, եւ կոալիցիայով մասնակից կուսակցությունների մի քանի կուսակցություններով, կարող է լինի 10, 15, չգիտեմ, ինչքան կուսակցություն կա, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է ուզում, հա, դուք կարող եք զրկել Փաշինյան Նիկոլին օրինական ընտրությանը մասնակցելու իրավունքից։ Հիմա տեսնեմ, քանի կուսակցությունն է սանից օգտվում, որովհետև ես միշտ էլ ասել եմ, որ կան կուսակցություններ, որոնք գնում են ընտրությունների, ուղղակի Նիկոլ Փաշինյանի մոտ Նիկոլ Փաշինյան աշխատելու նպատակով։ Ես ասել եմ ու պնդում եմ, որ անպայման կան այս կուսակցություններ։ Հիմա մենք կտեսնենք արդյունքում այս 19 մինուս Նիկոլը 18 կուսակցություններից քանի հոգին իրոք տրամադրված է նրան, որ Փաշինյան Նիկոլին զրկի մասնակցելուց։ Փաշինյան Նիկոլին զրկելով մասնակցելուց ձեր ձայները կրկնապատկվելու է առնվազն։ Հա, դուք չեք կասկածում, չէ՞, որ առյուծի բաժինը փորձելու է սախալի իրեն։ Այնպես որ ձեզ տեսնեմ։ Գնդակը այլևս ձեր դաշտն է, որովհետև սա կորցրել է չափի ռեալության բոլոր տեսակի զգացողությունները։ Եվ սա մեծ նվեր է ձեզ համար։ Տեսնեմ, սպասում եմ։
Երևի հիշում եք այս թաղապետին նոր-նորքի սա Վազգենի քրոջ Արամ Սարգսյանի կուսակիցն է, որոնք ամբողջ թաղապետի աշխատակազմով հարձակվեցին Արթուր Չախոյանի եւ ընկերների վրա, ցեզի ենթարկելով նրանց։ Հենց թաղապետարանում, երևի դուք հիշում եք այդ ամեն ինչը։ Հա։ Սա ոչ միայն դատապարտված չի, այլև Փաշինյան Նիկոլի կուսակցությունով գնում է ցուցակով գնում է ներողություն Փաշինյան Նիկոլի կարող սխալ եմ ասում առնվազն սա ներկայացված է որպես падգամավորի տեխնացու կարող արամի կուսակցությունից ես կարող եմ սխալ ասեմ բայց սա ներկայացված է որպես տեխնացու падգամավորի հարց այդ հետևի դորոշին երևի տեսնում եք այն որ ոչ կինա ոչ տղամարդ այն մի խոսքով մենք սես պետություն ենք ուզում այսինքն սա մի կողմից պետք է քանդի քաղաքը մսխի բյուջեն բռնություն կատարի նրանց նկատմամբ ովքեր բարձրացնում են իր հանցագործությունները դրա համար չդատապարտվի ու դառնա падգամավոր այսինքն ոնց որ Փաշինյան Նիկոլի մոտ հայտնված այն երևույթը որը ծեծելով 4 տարի թողելով կոմայի մեջ զինվորականին մահացավ այսինքն մարդասպանը մարդ ծեծողը սրանք են մարդիկ են ովքեր այսօրվա փաստորեն իշխանությունների բանն են հիմքն են տեսեք ինչ է ստացվում Նիկոլ Փաշինյանի ամբողջ իր սատարողների բանակը մարդասպան հանցագործ դե կոռուպցիա իրանք արդեն ավելորդել է դրանց մասին խոսալը հա սրանք ինքը նստել է այս որակի վրա իր հույսը դա է հիմա հարց իմ հայրենակիցներին քանի ոգի է ուզում միանա մարդասպանների այդ ոհմակին Որտե դուք չեք կարող ասել այնտեղ բանական մարդ կա որ համակրում է այս մարդասպաններին չէ եթե մեկը համակրում է նա ինքն էլ է մարդասպան մենք դրա մասին հեսա խոսում ենք Երևի հիշում եք լավ զայնը բան չանեմ հիշում եք այս տեսարանները որոնք հարձակվում է բանի վրա եկեղեցու վրա Խոսքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել մայրաթողում տեղի ունեցած այս միջադեպերի մասով, որովհետև հանցագործություններ կա, որոնք հնարավոր չի թաքցնել։ Ես չեմ ասում, որ դատարանը որոշումը պարտավորեցում է քրեական վարույթ նախաձեռնել, արդեն վարույթը նախաձեռնվելու է, արագ տալու են դատարաններ խփելու է, չէ, այտենց չի լինելու։ Բայց այս բաներ կա, որ իրանք չեն կարող թաքցնել, չանել սրանք այս հանգամանքներն է պետք ցույց տալ բոլոր այն կազմակերպությունները, որոնք գեթ մի քիչ հետաքրքրված են Հայաստանով եւ ինչ որ օբյեկտիվության նշումներն են ուզում ցույց տալ։ Նայեք այս տեսությունները։ Իմ որդին միակ որդին այսօր Գորիսից հասել եմ ստեղ, որպեսի միանամ որդեգորս Գրիգոչին ճիշտ է համոզված չէի, որ եւս մեկ անգամ չենք խաբվելու ինչպես միշտ, ինչպես 6 տարվա ընթացքում խոսքս ուզում եմ ուղղել այսօրվա բոլոր ոստիկաններին հարգելի ոստիկաններ մենք ձեզ հարգանքում ենք միշտ վերաբերվում բայց մի բան եմ ուզում շեշտել Նիկոլ Փաշինյանը իր հորը ջեբից չի ձեզ աշխատավարձ տալիս Այդքան զինվոր չկա պոստերում, ինչքան ոստիկան կա Երևանի քաղաքներում։ Հասկանում ենք, ընտանիք եք պահում։ Չենք հասկանում։ Չէ։ Մի ասեք այդ խոսքը, մենք չենք հասկանում։ Չէ, չի կարելի։ Չի կարելի ըմբռնումով մոտենալ։ Իսկ ինչքան կա ոստիկան, 3 անգամ ավելի շատ ոստիկան կա, քան զինվոր։ Երբ որ Սահմանը մեծացել է 4 անգամ, շփման գիծը, մեծացել է 4 անգամ, զինվորները պակասել են 3 անգամ։ Սրանց ըմբռնումով, մենք չենք մոտենում։ Երեխա եք պահում, բայց ընտանիք պահելուց առաջ պետք է երկիր պահենք։ Ես Գորիսից եմ, ընկերներ ունեմ նահատակված, ամեն աստծոր ես պանթեոն եմ մտնում։
Նաև հավելել որ արտավազդը նաև որոնողականին է մասնակցել։ Թող մի հատ պետական այլ գա, հիմնավորի որ իրանք մասնակցել են։ Ես չէ, հիմա չեմ ելնում, սենց մի բան ասեմ, 20 թվականի պատերազմը երբ որ ավարտվեց, պահանջեցին զենքերը, այսինքն չավարտվեց, երբ որ այդ չարաբաստիկ հաստատուղթը ստորագրեց կապիտուլյացիայի, պահանջեցին իրանց տրված զենքերը ազնեցինք, 23 թվականին սեպտեմբերի 12-ին մինչև մի շաբաթ շուտ Արցախը հանձնելուց առաջ ես Գորիսի պանթեոնից կոչ արեցի Արցախիներ կռվող տղաներին էլ, որ չհանձնվեն, զենքերը վայր չդնեն։ Ես թուրքի տրաֆեյ ունեի, ավտոմատ ունեի, չէի հանձնել ճիշտ որ ճիշտ։ Հաջորդ 11-ին կոչ արեցի, 12-ին եկան կալանավորեցին։ Ասեն խիչ ես հանձնել, ասի լավ եմ արել, գռիվը չի պրծել, չեմ հանձնել, իմ հողը ջրի համար եմ պահում, իմ պաշտպանության 3 տարի թաքստոցում է եղել, իմ զենք զինամթերքը, ոչ հանել եմ կրակել, ոչ մեկին վախեցրել եմ։ Դատի ժամանակ, երբ որ հարցնում էին խիչ ես հանձնել, ասում եմ ես գոնե Թուրքից մի զենք եմ բերել։ Այս ամբողջ ընթացքում ես նայում եմ այս հետևի կանած ոստիկանի դեմքին, դուք նայում եք։ Սա ուղղացա։ Սա դեղի տակ են բոլորը։ Ես կռազ եմ գալի, սա բոլորը դեղի տակ են։ Եթե դեղի տակ չեն, սա իր նորմալ վիճակն է։ Շուտ։ Սրանց որտեղ են շտամպով խփում, այս տլի դիպրինտերով են խփում սրանց։ Սա դեմքին ոչ մի միմիկա չկա, ոչ մի էքսպրեսիա չկա, չի մտածում ինքը։ Ինքը կամ դեղի տակ է, կամ ավելի վատ է իր վիճակը, եթե սա իր նորմալ վիճակն է։ Այս խոսքերը լսողը ընկնում է շոկի մեջ, ընկնում է մտածմունքի մեջ ու փակվում աչքերը կանգնացնել։ Ցանկացի։ Ուրեմն խոսքը շատ հակիրճ կասեմ, որովհետև անչափ հուզված եմ։ Մեր համար ծնողներիս համար շատ դժվար է ամեն անգամ խոսել մեր այս մեծ անբացատրելի, աննկարագրելի ծավի մասին։ Ուղղակի մի հարց կտամ մեր իշխանություններին, երբ որ իրենք պետք է ընտրվեին, ասում էին ազգային ժողով, ժողովրդավար պետությունա, բոլորդ կարող եք գնալ, սա բոլորինն է, դուք կարաք քացով բացեք այդ դուռը, մենք քացով չենք բացում։ Մենք քաղաքակիրթ ձևով խնդրել էինք, որ տրամադրեին մեզ դալիճ։ Ինչի համար, որովհետև մեր պահանջը արդարացի է։ Ես հաց չեմ պահանջում, ես հող չեմ պահանջում, ես տուն չեմ պահանջում, ես փող չեմ պահանջում։ Մենք մեր երեխեքին ենք պահանջում։ Իրանք չեն ուզում ձեր երեխեքին։ Այս Փաշինը Նիկոլի կոնտինգենտն է։ Ճանաչում եք այս գարշանքներին, բարեկոն նաստով։ Սա ինտերնետ գարշանքն է։ Ինչ շատ են գրում այս ճաղատի մասին, ով ասա։ Ի սկզբանե էլ պարզ էր ով ասա։ Ու իք չէ թաքցնում այլևս։ Այս գարշանք երյակը սրանց համար մեկ է այս մարդկանց ցավը։ Հակառակ ինքս իրանք այս ամեն ինչը խլացնելով ես երեքնել վճարվում են։ Կա ավելի մարդկության համար գարշելի տեսակ, քան մերձավորի սքի վրա հարստացողը։ Ես չգիտեմ մարդկային իմաստով կա ավելի գարշելի տեսակ։ Ես այս երեքից ոչ մեկին ոչ ճանաչում, ոչ էլ ուզում ճանաչել։ Բայց սրանք այսենց այս երեքն էլ այս մարդկանց սքի վրա հարստացողներն են։ Աշխատող։ Վարձկան։ Իսկ վարձկանից կեղտոտ բան գոյություն չունի։ Ու ասում ես վարձկաններին վաղը փողը տալու են իրենց տերերի դեմ հաչալու համար։ Այսօրվա տերերի դեմ հաչալու համար։ Այսինքն այս տերերը որ սրանց կերակրում են, որ պետքա վստահ լինեն ու պատրաստ լինեն, որ վաղը մեկը ավելի շատ փող է ունենալու։ Գա սրանց դնի sense մցնի sense բերաններ, ասի դե հիմա հաչեք են ուղղությամբ։ Հաչացեք են ուղղությամբ։ Չկասկածեք, որ նույն ոգևորվածությամբ սրանք անելու են։
Ես ուղղակի զարմանում եմ Սամվել Կարապետյանի բանի վրա, տակտիկայի վրա։ Սրանք փողի համար են այս ամեն ինչ անում։ Սրանք իրաց մեր երեխա, հայրենիք, ինքնասիրություն ամեն ինչ փողի համար են ծախսել։ Ուրացել։ Ձեռներդ քարի տակ չի։ Անենց անեք սրա վրա հաչան, ես ընդհանրապես լրիվ մենակ մնար։ Չեն հասցնելու այդքան փող տալ սրանց։ Հա, մի մասին բանով, ինչպես են ասում, կամպրոմատով կարող էր հետ բերել, բայց սրանց մեծ մասը փողի համար հաչացողը։ Սրանք կեղտոտագույն տեսակներն են։ Սրանք մերս ընկերոջ է։ Տականություն, ասում ժողովրդի առաջ, որ ծառայի իր հայրենիքին հարկ եղած դեպքում կյանքի գնով, ֆորվեն հակել ես, երթուն տվել, կյանքի գնով մինես հանեմ, որ թուրքին տուն մցնես։ Բա դու զինվոր կոչվելու իրանք ունես, մի բխտի է տաստու որդու հակու կապը, զինվորը տաստու որդինա, անհավատ մի եղեք, են 200,000 որ ստանալու ես, տեղի տաս, կրկին անգամ անիծված եք դուք, քանդվի ես սահատը, որ դուք ծնվել եք ես հողի վրա, Ջվարա, մարդ ծնվել է հեշտա, ապրեց եք մարդ, տաուշ աշխարի ես գյուղերը, ես գյուղա բնակնի, ես տեղացինի տաուշ աշխարի, պատերազմը գիտեն ինչ լավ բան է, ով չգիտի, ես ինքս մասնակից մարդ եմ, լավ գիտեմ, ես հարցս ուղղում եմ նրանց ովքեր որ սրբապղծում են, դու երբևիցե տեսած ես ոնց է վիրավորը կյանք աղերսամ, փորը թափած, ինքն իրա փորը հավաքած ոնց է կյանք աղերսամ, ասմա ոչ, տեսած ես ոնց անգերոջ էտ մարմնի կտորները քո դեմքին սպխան, ոչ, վերջի անգամ Քուզոված ընկերոջը ծնգի ես եկել հրաժեշտ տվել, իմանալով որ դու ես երբևիցե իրան չես տնա, ու հաջորդը դու ես ասմա ոչ, ապա որ իրավունքով, որ ինձ բատ սուրբ պարտականություն, ասմու ժողովրդի Թվում այնքան պարզ բան ասում ես ինքերը։ Ամենաողբերգականը գիտեք որն է, որ մեկ-մեկ ստիպված եք լինում սա բացատրել ինչ-որ մեկի։ Թքեք դրանց վրա, դրանց ոչ մի բան բացատրել պետք չի։ Եթե մարդկա այս ամեն ինչը չի հասկանում իրենց համար, իրանք անասուն են ուրեմն, սրանց ինչ բացատրես։ Ինչ կարելի է սրանց բացատրել ու սրանց նմաններին։ Ոչ մի բան։ Այս ամեն ինչը մի բան է պարզելու մեզ բոլորիս համար ժողովուրդ։ Մեր մեջ մարդ մնացել է թե չէ։ Նենց կարևոր է ինձ համար կոնե։ Որտեւ ինքն է իմ հայրենակիցը, ինքն է հայը։ Սա ինձ ենքում էլ հայ չկա։ Հայը դա տեսակար է, դա բարոյականություն է, դա արժեքներ են, դա ինձ ենքում չկա հայ իմ համար, ինք ուզես կարա լինի։ Ես չեմ ասում մնացածները ազգերն ավելի վատ են, մենք տենց առավելություն ենք, բայց չէ, բայց հայ չեն։ Հայ չեն, ով այս ամեն ինչից հեռու է կանգնած, նրանք։ Երևի հիշում եք, որ եկեղեցին անդրադարձել էր, մեր մայրաթորը անդրադարձել էր Ստեփանակերտի եկեղեցիները ավերելու փաստին։ Մայրաթորը ոչ թե Փաշինյան ճիվաղը։ Հա, որտեղ իրանց համար մեկ է, եկեղեցի կա, չկա, իրանք համարում են, որ իրաց գործը չի, ընդհանրապես եկեղեցի կարա չլինել, էլի։ Սա էլի կրկնում եմ նրանց համար, այդ մարդկանց համար շատ վիճելի մարդ, վիճելի առումով մարդկանց համար, էլի, որոնք դեռ մտածում են այս կռիվը, այս պատերազմը կաթողիկոսի դեմ է, այսինքն եկեղեցու դեմ չի։ Բաքուն արձագանքել է, եւ ինչ ասում Բաքուն։ Շատ իրա պետք է կարդալ սա։ Կովկասի մահմեդականների վարչությունը մեկնաբանել է, տեսեք, Կովկասի մահմեդականների վարչությունը օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդման վերաբերյալ Էջմիածնի հայտարարությունը, այն անվանելով թշնամանքի եւ ապատեղեկատվության դրսևորում։ Համ թշնամանք է, համ ապատեղեկատվություն փաստորեն սա։ Օկուպացիայի ընթացքում կառուցված երկու ապօրինի շինությունների քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում։ Դա նշում է, որ 23 թվականին Ադրբեջանի կողմից իբր թե իր տարածքի նկատմամբ լիակատար ինքնաշխատություն վերականգնումից հետո այս կառույցները, որոնք ծառայել են որպես օկուպացիայի խորհրդանիշներ, փաստորեն եկեղեցի դա օկուպացիայի խորհրդանիշ է։
Երկար ժամանակ մնացել են անփոփոխ, նաև նշում է, որ նախկին ներքին տեղահանված անձինք, որոնք վերադարձել են հայրենի օրերը, բազմիցս դիմել են պետական, ասենք թուրքերը դիմել են պետական մարմիններին, քանդեք սա։ Եվ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն օկուպացված տարածքներում օկուպացիոն ուժի կողմից կառուցված կառույցները համարվում են անօրինական եւ ենթակա են քանդման։ Իսկ գիտեք ինչ եմ մտածում։ Սրանք ասում են նաև, որ Երևանն է իրանցը։ Երևանը մենք օկուպացրել ենք։ Միտքս հասկացաք։ Նաև էլ ինչ կարելի է ակնկալել։ Հələ մի հատ այս սովետական տարիներին, իրաց տարիներով սովետական տարիներին մենք օկուպացրել։ Հələ հաշվեք, քանի եկեղեցի կա ցարգված։ Ծառոկյան գալ, որ լսում ես, քո եկեղեցին էլ է դա մեջ մտնում։ Այն կինոռասիայի դիմաց, Արարատ կինոթատրոնի դիմաց այդ հսկայական եկեղեցին եւ ընդհանրապես ինչքան եկեղեցի կա կառուցած սովետական տարիներին։ Դրանք շատ չեն, բայց անկախության տարիներին բազմապատիվ եկեղեցիներ ամենքում կառուցվել են։ Դրանք էլ գալու են, իրանք ասեն էսի մեջ տարածքն է, դուք օկուպացրել եք եւ սրանք անօրինական շինություններ են։ Դե բնականաբար հայկական հայկական չասեմ, Հայաստանի թուրքական կառավարությունը ոչ մի ձայն չի անի, ոչ մի բան չի վիճարկի, իրանք ընդհանրապես չեն խառնվելու սա մեջ, հակառակ իրանք ուրախ են այս ամեն ինչի համար, որովհետև Հայաստանի հայկական հետքը ջնջելով Արցախում, իրանք հույս ունեն զրկել հայ մարդուն իր հայրենի հողը վերադառնալու մոտիվացիայից։ Սա նաև դա է նշանակում։ Դա իրանք ուրախ են, իրանք ձայն չեն անելու։ Որ ասում Հայաստանում թուրքական կառավարությունն ու այս պատահական չեմ ասում։ Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ որ բան է անում։ Բա ինքնիշխան տարածքում իր ինչ որ բան անում, դες ինչ։ Այս թուրք անառակի զավակը Հայաստանում է չի ապրում։ Հարևան ունի, փողոցներով քայլում է եւ տեսնողներ են կան։ Էլի պետք է գամ դրա, որ հասարակական պարսավակի ինստիտուտը եթե չկա ժողովուրդ ջան, ամեն ինչ չի կարել թողել յենիչերու պարտականությունների վրա, որտեղ իրանք չեն անելու։ Ու ես չեմ ուզում գա այն օրը, որ ես Գեբելսի ծնունդ ես դոկտոր Մահա, հա, ինքը ուշ կա էլ այդ, մեկը գալու է ինքը, որ չի կարողանալու փողոց դուրս գա, որտեղ բռնեցին կաշինիկոտոշներն ասած քամու տալու, հա, իրա։ Սու դա շուտ լինի, ինքը գոնե այսօր բարերական դրա բաներս գա, նշաններս գա, որ ժողովուրդը, որ տեսնում է, ուզում է մի բան արածան իր այդ։ Պարտադի չի անի, բայց ինքը պետք է կարդա մարդկանց աչքերի մեջ, որ արես մարդ ինձ բան է ուզում աներ, ինքը կարողա չարեց այս պահին, բայց հենց հնարավորություն ունեցավ անելու է։ Կարող է եւ անի։ Բայց չէ՞ որ այս տականքները մեր մեջ են ապրում։ Այ նեղանում եմ ես չալենջ սեվական այս լավ բանաստեղծություններ այս մասով, այս չափված ձևած մարդկանցից ոնց եմ ես նեղանում, այն որ ստենում են սրա այս սանց դեմս այս կրանալով, այդ շիրիֆով կյալած այդ մոմե արձանիկներից, ես դաս մոմե արձանիկ եմ ասում, դաս մեջ ոչ մի մարդ չկա, մարդկային ոչ մի բան չկա, սենց ինչ-որ սենց յուղոտ, սենց ինչ-որ սենց լղոզած մի բան է, էլի, մոմե արձանիկ, էլի, ինքը կարող է տեսքով լավն է, բայց ինքը մոմ է, էլի, ամեն դեպքում, մոմը սենց ինչ պարաֆին է, էլի, ամեն դեպքում, այդ պարաֆինոտ մարդկանցից ես ոնց եմ նեղանում, ես ոնց եմ սկսել դրանցից արդեն սենց ֆիզիկապես փախնել, ոչ դրանց խոսացածն եմ ուզում լսեմ, ոչ դրանց երգածը, ոչ դրանց նվագածը, ոչ դրանց թատրոնը, ոչ մի բան ես դրանց չեմ ուզում, որտեղ այդ պարաֆինի հոտ է գալի դրանցից, պարաֆինի, կեղծ, յուղոտ, որ պատրաստել ցանկացած ֆորմա ընդունել իրենց պարաֆինոտ այդ բան էությունը պահելու համար։ Այս տականքները հասել են Լոս Անջելես, մի հատ նայենք։
Թող բիզնեսը կդրեմ արա։ Այդ դրոշին ես հարգանք ունեմ, եկել եք ստեարա բարգեն տեպարի բանը։ Այս դրա համար ենք պայքարում։ Շատ ես ասկան, ես ընդեղ եմ սարրայ։ Ես սարրայել եմ Հարաբաղի համար Հարաբաղու։ Ես սարրայել եմ ընդեղ, հույս եմ սարել։ Կասկա մեկ ինչ է նիկոլիզմը։ Նիկոլիզմը դա Նիկոլը ապացուցեց, որ կարելի է լինել տայալ տականք ու չամաչել դրանց։ Նիկոլը մարդկանց ներշնչեց, որ կարելի է չամաչել ոչ մի ստորության համար։ Հակառակ կարելի է լինել ստոր ու ապրել թագավորի նման։ Այ Հայաստանում թագավորի նման ապրելու համար այդ ստորապեկ լինել։ Դա դե բոլշևիկների այլասերվածությունից ավելի վտանգավոր բան է։ Սա բոլշևիզմից ավելի կործանարար բան է։ Ու սա փաստորեն մետաստազը նիկոլիզմի հասել է Լոս Անջելես։ Լոս Անջելես, որ մարդիկ ասենք պետքա քաղաքական մի քիչ հասունություն ունենային էլի։ Չէ՞ որ կախված չես, Փաղապետարանում աշխատող չի էլի ինքը որ վախենա իրան հանելու են գործից, ասի լավ կռանամ էլի թաղապետից դեմ թու մի հատ էլ դե հիմա պատահական կողքովս անցնում էր, ես էլ հարմար կանգնած էի, դե պատահեց էլի, դե հիմա թաղապետ մարդա, ոչ չեմ գնալու բողոքեմ։ Արա դուք ազատ երկրում եք ապրում, դուք եք էս կարգի թաղապետարանի հավաքարարի հոգեբանությամբ։ Թող ներեն իսկ թաղապետարանի հավաքարարները։ Այս նիկոլիզմը արմատախիլ պետք է լինի։ Սա կործանարար է։ Իրանք էլ չեն պատկերացնում, իրանք ինչ են ստեղծում իրանց շուրջ։ Ու սա ինչ հետևանքներ է ունենալու։ Աննա Հակոբյանը Մկրտայր Հարապետյանին առնչվող հատարությունից հետո պետք է քրեական գործառույթի։ Մի խոսքով Աննա Հակոբյանը դժգոհ է Դանիել Հովհաննիսյանի գործունեությունից եւ մտածում է, որ պետք է քրեական գործառույթի Դանիել Հովհաննիսյանի նկատմամբ զրպարտության համար։ Ինքը կաշառք չի բաժանում, ինքը բարեգործությամբ է զբաղվում, բա վարչապետի տիկին, չգիտեմ, սա տիկին կարելի ասել թե քաց ինչ որ է, էական չի։ Իմ քայլը հիմնադանի տնօրեն Աննա Հակոբյանը հայտարարում է անկախ դիտորդ դաշինքի եւ դրա անդամ Դանիել Հովհաննիսյանի դեմ իրավական գործընթաց սկսելու մասին։ Դանչիկ, դու հասկացար, դու ինչքան էլ ուզում ես ծռվի, ծառայի, սրանց լպստի հնարավոր բոլոր ձևերով։ Որ պահից դու որոշես խաղաս արդարություն, Չարլի Քիրքին հիշում ես Ամերիկայի, ինքն էլ գպա զգաց, որ այն մի բան չի, որոշեց ճշմարտություն խաղալ։ Գնդակալեցին տեղում։ Բզից։ Սրանք առայժմ քեզ դատի են տալիս։ Բա անկախ դիտորդից անցած շաբաթ հայտնեցին, թե դատարան են դիմել Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով։ Նրանց գնահատմամբ նախընտրական փուլում Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը խախտել է բարեգործության ալիքը, աջակերքը։ Այսինքն ինչ է ստացվում։ Այսինքն այն ինչ որ կարելի է իրաց չի կարելի, չգիտեմ այնտեղ Սամվել Կարապետյանի աջակիցներին բոլորին բռնում են բարեգործության տակ իբր կաշառք բաժանելով, բայց նույն բանն Աննա Հակոբյանը ինչ ուզում անում է։ Ասում է անկախ դիտորդ դաշինքի դեմ քրեական հնարավորությունը իմ քայլը հիմնադրամի գործարար համբավին հեղինակությունը հասցրած վնասները հատուցելու պահանջով է։ Փաստորեն Դանիել Հովհաննիսյանը Աննա Հակոբյանի գործարար համբավին հեղինակությանը վնաս է հասցրել։ Սրանց ասեք, արա վնաս հասցնել կարելի է մի բանի, որ գոյություն ունի։ Հնարավոր չի հասցնել մի բանի վնաս, որը գոյություն չունի։ Դու ուր, գործարար համբավը ուր, այ առնետ աղբար կրի կողքը մեծացած։
Դու ինչ գործարար։ Դու ռեկիտյոր ես, նստում ընդեղ այդ քո լֆիկ մֆիկներին ասում ես բերեք մուծվեք իմ քայլը հիմնադրամ, հետո ասում եմ իմ քայլը, կուսակցական քարոշչությամբ չի զբաղվում, ճիշտ է անունը իմ քայլը, ինքն էլ վարչապետի քածն է, բայց իրանցը կուսակցական քարոշ չի, իրանց ուրիշ է, ինձ բարեգործություն է, մենք ոչ մի կապ չունենք այս ընտրությունների հետ, այսենց, իրենց ու ժողովրդի, իրենց հավատացող մասին անասունի տեղ դրած, իրենք խոսում են, ապրում են, գործում են, իրենց ընտրողների պահով երևի դրանք իրավունք ունեն, անշուշտ, դրա իրավունքը վաստակել են իրենք, ավելի ճիշտ իրենց ընտրողներն են այդ իրավունքը տվել սրանց։ Հիմա տեսնենք Դանիել Իոնիսյանը, ոնց է պաշտպանվելու։ Բա Դանիել, Արտուր Սաքունցը, հաջորդը դու ես, որովհետև եթե իրանք քեզ չդատեցին, ապագա ժողովրդավարական իշխանություն է ստացվել, իրենց ծառայելու համար, իրենց հանցանքների մասին չզեկուցելու համար, որովհետև եթե այսօր Փաշինյան Նիկոլը ոչ թե պատերազմական հանցագործության համար դատվում է Ալիևի հետ, այլ մրցանակ է ստանում, այդ մրցանակը ապահովողը Դանիել Իոնիսյան, դու եւ Արտուր Սաքունցն եք։ Մենք ոչինչ չենք մոռանում, հասկանում եք։ Ու ես անձամբ չեմ ներում։ Ես չեմ էլ նեղանում, ես հետևություններ եմ անում ու սենց գրում եմ այս պապկիքի վրա ու դնում եմ կողքս։ Բայց սա ստեղ հավաքած։ Այնպես որ լավ չես կռասել Դանիել Իոնիսյան։ Մենք լսենք այս հատվածը։ Ճանաչում մենք պետք է հայոց ցեղասպանության ճանաչումը որպես արդարության վերականգնում։ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ։ Չունի տարածքային նկրտում Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում հայ ժողովրդի հայրենիքն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ նկրտում եւ նա թող երկու բաները չմիացնի երկու Հասկացեք։ Դե Նարեկ Կարապետյանը երևի չի հասկացել մի կարևոր բան, որ իր պատկերացած Հայաստանի Հանրապետությունը դա հայ ժողովուրդը չի։ Չի հասկանում նաև մի այլ բան, որ ցեղասպանության ճանաչումը զուտ ճանաչում չի, դա հանցագործության փաստագրում է։ Եվ ցանկացած հանցագործության փաստագրում ինքը ունենում է հետևանքներ։ Քաղաքական, նյութական, այնպես որ նստի Նարեկ երկուսը։ Դե հիմա կասենք դե Նարեկ Սարգսյանի կարծիքն է սա, այո, իհարկե Նարեկ Սարգսյանը իրավունք ունի կարծիք ունենալու, բայց սա իր կարծիքն չի։ Ես ինչեմ սա դնում։ Սա մի քանի օրվա առաջվա բան է, ես սան չեմ անդրադարձել։ Ուղղակի ինձ հետաքրքիր էր այսօր հասկանալու համար թե Ռուսաստանի դիրքորոշումը ընդհանրապես ոնց է։ Կարող է մի բան փոխվել։ Հիմա ինչ են մտածում, չէ՞ որ ահագին բան է փոխվել տարածաշրջանում։ Չէ՞ որ արդեն Արաքչին իրանց մոտ է։ Չէ՞ որ արդեն անվտանգության նոր համակարգ է կառուցվում։ Չէ՞ որ Ադրբեջանը ոնց ուզեց ունես տարօրեց Պուտինին։ Կարող է բաներ փոխվել, ես դրա համար եմ էսի տանում։ Հիմա արձանագրենք ուղղակի մի բան, որ ինչ որ լսեցինք, սա Պուտին ձեզեի, ասենց ասենք, կոնցեպցիան է Հայաստանի վերաբերյալ, որ Հայաստանը պիտի ոչ մի տարածքային պահանջներ չներկայացնի Թուրքիային, եթե ասում ենք Թուրքիայի, սա նշանակում է նաև Ադրբեջանի։ Որտեղ ցեղասպանություն իրականացել է նաև Ադրբեջանը, ոչ միայն Թուրքիան, հա ասում է, սիրեք ձեր հայրենիքի, տարբերություն Նիկոլին չի ասում, մի ասեք Արարատ, մի նկարեք Արարատ բան, հա լավ, բան չկա, բայց տարածքային պահանջատիրություն չլսեմ, որովհետև ինչ է նշանակում, նորից կրկնեմ տարածքային պահանջատիրություն Ռուսաստանի համար, թեկուզ եթե քո տարածքները Թուրքիայից ես ուզում, բայց դու փաստորեն խփում ես իրանց ամենասրբության սրբոցին, Ղարսի եւ Մոսկվայի պայմանագրերին։ Դու արձանագրում ես, որ դուք պարոնայք օկուպանտներ, դուք երկու հանցագործները կիսել եք իմ հայրենիքը անօրինաբար։ Դուք երկու ավազակ, բանդիտ։ Իսկ Նարեկ Սարգսյանը
Նարեկ Կարապետյանը պարզա, որ պետք է կրկներ այն դիրեկտիվները շպարգարկեքով, որ դրել են երիտասարդի գրպանը եւ ասել են գնա, կգնաս Նիկոլի մոտ աշխատելու։ Կամ եթե չկարողանանք Նիկոլին պահել, դու այնտեղ կաս ու կաս։ Բայց սա է դիրեկտիվը։ Եթե ասենք այնպես վատ լինի, որ հասկանանք Նիկոլը չի դիմանում, դու այնտեղ կաս։ Էլի։ Իշխանությունը չենք թողելու, ոչ չենք թողել պատահական մարդկանց ձեռքը ընկնի։ Բայց հիշի, սա է պահանջատիրություն չկա։ Հերմից սիրեք։ Դե ինչ, ես սենց եմ ընկալում, էական չի իմանալ Կարապետյանը ինչ ասում, ինքը կարող սրտում լրիվ ուրիշ բաներ է մտածում, դա էական էլ չի, որտեղ ինքը որոշող չի։ Եվ ընդհանրապես ինձ որ ասում են, այս մարդու հետ ինչու չես խոսում, այն մարդու հետ ինչու չես խոսում։ Ես խոսում եմ մարդկանց հետ, ովքեր կարծիք ունեն։ Ու այդ կարծիքը դա իրենցն է։ Առնվազն գոնե ինձ թվում է, որ իրենց է։ Եթե ի սկզբանե գիտեն, որ այդ մարդը իր կարծիքով չի առանձնորոշվում, այդ մարդը ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, ոչ միայն հարցազրույցի համար, ես նույնիսկ սուրճ չեմ խմի հետը, ես ինչ պետքա ինձի պատենդը, ես օրիգինալի հետ կխոսամ, եթե դա ինձ հետաքրքրի, այս պատենդի կրկնողների հետ ինձ հետաքրքիր չի, ավելավ ես այդ ժամանակը գիրք կարդամ, բան լսեմ, մեդիտացիա անեմ, նա ավելի օգտակար է, ավելի հետաքրքիր է, եւ վերջո այս ռեժիմի մեջ, որ մենք ապրում ենք, կարող մի քիչ զբոսնենք բնության գրկում չխելագարվելու համար, դա էլ է պետք, ինչին է պետք պատենդերին լսելը, սա նրա խոսքը փոխանցողներին, այ Նարեկ Կարապետյան, դա բան եմ ասում, էական չի դու հիմա, ինչ ես ասում, մենք ուղղակի իդեմս քեզ լսում ենք, թե ինչ է ակնկալում Պուտինը ցանկացած ղեկավարի, որ ինքը կնշանակի Հայաստանում։ Այսօր իմացանք, որ Կանդազն է, Արտուր Ավանեսյանն է, 2 ամսով կալանավոր է։ Կանդազն եզակի հայորդիներից է, որ հրաշքով ողջ է մնացել։ Մենք ամբողջ բաներ զորամասեր ենք ունեցել, ջոկատներ ենք ունեցել այս որակի, այս նվիրվածության, այս պրոֆեսիոնալիզմի, որոնք դավադրաբար սպանվել են, գցվել են ծուղակները, տարբեր ձևերով։ Հրաշքով ողջ է մնացել Կանդազը։ Կա YouTube-ում հաղորդում, բացեք նայեք Կանդազի օրագիրը։ Բոլորովին էական չի, որ հիմա Կանդազը Արտուր Ավանեսյանը աջակցում է Սամվել Կարապետյանին։ Բացարձակապես դա իր իմիջը չի նվաստացնում, հա, իր ձեռքբերումները դանից չի նվաստանում, բացարձակապես։ Ես նույն ձև իրան գնահատում եմ եւ պարտքեմ այս կարգի մարդկանց նկատմամբ զգում մեծ պարտքի զգացում։ Եվ կալանավորելուց բացի, գիտեք, Կանդազի նման մարդուն կալանավորել ու մտածել, որ դրանով իրան վախացնելու ես, դու առնվազն պետք է Փաշինյան Նիկոլ լինես, էլի, որն ապացուցում է, որ ինքը շան նման վախենում է այս կարգի մարդկանցից։ Բայց Կանդազը մահի աշկերի մեջ նայած ամբողջ կյանքով մեկ մարդ է։ Հա, իմջելոց ես հետախույզն է, որին Աննա Հակոբյանը դեմքով չէր հիշում։ Դե մոռանում է, որ ինքը բոլորին չի, որ դեմքով տեսնում է, իր դեմքը այդ ժամանակ ուրիշ ուղղությամբ է նայում։ Հա, միշտ չի, որ տեսնում ես թիկունքումդ ինչ է կատարվում։ Մի խոսքով։ Չխորնանք։ Նաև ես հետախուզն է, որ Աննա Հակոբյանն ասել է, չեմ էլ հիշում, ինքը ընդհանրապես Արցախում եղել է, թե չէ, ես իր դեմքը չեմ հիշում։ Ինչ էր, կալանավորվեց 2 ամսով, դա նշանակում է միշտ ընտրություններ առնվազն։ Ես չգիտեմ, սա լավ է թե վատ Կանդազի համար, բայց Կանդազին հաստատ դրանով չես վախեցնի, բացարձակապես, սա նշանակում բան, Փաշինյան Նիկոլ, դու վերջացած շան ուղղթի ես ուղղակի, վախեցած, շամպես վախեցած, որ նույնիսկ Կանդազը քո մոտ վտանգ է ներկայացնում։ Գույն չի մենակ Կանդազը, 18 տարեկան դպրոցական երեխան քո համար, նույնիսկ որ ինքը չի կարողանում շարժվի, բայց մեկը քո համար վտանգ է ներկայացնում։
Դա տականքին լսենք։ Բայց ինչի պետքա գազի գինը թանկանա։ Լսեք, անասուն Չէ, մի լսեք։ վայրկյան ինչի պետքա թանկանա։ Մի վայրկյան ես ձեր հետ չեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակներ չի արել։ Ձեզ եմ հարցում, ինչի պետքա թանկանա։ Այսինքն ակնարկ Մի վայրկյան։ Չի։ Ինչի՞ պիտի փրկման։ Հիմա ես բայց այս տականքին հարցնեիք, բա Ադրբեջանը ինչի՞ պիտի հարցակվի, եթե Նիկոլը չընտրվի։ Բայց հաստատ էլ էս ոչինչ չի ցանում։ Մի քանի նպատակ կա, մի քանի մոտիվացնող հանգամանք կա, էլի, որ ես ուզում եմ Հայաստանը փրկվի։ Դրանցից չասեմ ամենակարևորը, բայց դրանցից մեկը նաև որ սրանք հայտնվեն իմ ձեռքում։ Մեր ձեռքում։ Լուրջ բան եմ ասում։ Այդ լուրջ մոտիվացիա է, այսինքն Ռոբերտ Ռուբինյանները մնացած Ալենով, Մալենով պետքա մտածեն մի բան, ստաղ լինեն այն դոկտոր Մահա Արսեն Թորոսյանը, արա, գիտես ինչքան մարդ կա սպասում են տորվան, դրեք, ու ձեզ տեսնելու ենք ձեր խոսալը, ձեր վախից դողացող աչքերը, լացելը, տակներդ միզելը, պամպերսով մանգալը, սաղ տեսնելու ենք, դուք բնությունով եք դա, բնությանը չես խապի։ Չի ինչել, գազի գինը ինչի պետք է թանկանա, մի վայրկյան, դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, թշնամական գործողություններ կատարի։ Չեք մտածում, որ թշնամական գործողություններ է կատարել Ռուսաստանը, ասել, ինձ ինչ է դու վստահեցնում ես, որ Ադրբեջանն է հարձակվելու։ Հենց տենց, վախ։ Ոնց եմ սպասում ես այդ օրվան։ Ոտով կգամ Ամերիկայից կհասնեմ դրա այդ նպատակի համար։ Ոտով։ Հենց ծնդով ոչնչության եմ հետ լսեք։ Եվ բայց դեզով ասած որ դուք կարող եք ինձ հետ բանավեճի մեջ մտնել։ Վայ լսեցի։ Դեզով ասած որ հիմա կարող եք շահանակել։ Լսեցի։ Առաջարկ Ստիլով ասեք, որ դուք ինքդ կարող եք բանավիճել կամ կարող եք շարունակել։ Հայ ժողովուրդ, ով իմ հայրենակից։ Ես փողոցում մեծացած մարդ եմ, թոսա վատ չհնչի։ Այսինքն ես իմ ժողովրդին գիտեմ իր բոլոր դրսևորումներով։ Փողոցից սկսած մինչև համերգային դահլիճներ, գիտական կոնֆերանսներից մինչև ցուցահանդես։ Ես իմ ժողովրդին գիտեմ բոլոր դրսևորումների մեջ, էլի։ Դու ես տեսակը հանդուրժող չես, դու չես կարա թույլ տաս, որ քեզ հետ սենց խոսան։ Այն հանգամանքը, որ սրանք մտածում են, որ իրենք կարող են սենց իրանց ինքնադրսևորել, այսինքն հայացքով նայել քո վրա։ Դա գիտեք ինչից է, որ մենք մի կողմից թույլ ենք տվել, երկրորդը որ շատ լավ է, որ իրենք կորցրել են ռեալության զգացողությունը։ Իմացեք, սենց մարդիկ անպայման մի սենց գլատկի ասֆալտի վրա գնում շուռ են գալի, կներեք ես բառերից համար, սենց ուղիղ ասֆալտի վրա գնում շուռ են գալի, դա շատ է եղել պատմության մեջ, շատ։ Իսկ գիտեմ դուք հանդուրժող չեք։ Իմ իմացած հայը սա չի հանդուրժի։ Այսպիսի մի հրաշք աղջնակ կա, տեսեք։ Եգիպտոսից, կներեք, Սաուդյան Արաբիայից։ Սաուդյան Արաբիայում հայոց ցեղասպանության թեմայով թեզ է պաշտպանել։ Այս աղջիկը։ Երևան մարտի 17 Admin Press հայտարարում է, որ Սաուդյան Արաբիայում մագիստրոս Թաուասիֆ բինտ Համիդ բին Մուկլիբ ալ-Ունզին հայոց ցեղասպանության թեմայով գերազանցությամբ թեզ է պաշտպանել, վերահաստատելով պատմական փաստը հայոց ցեղասպանությունն իսկապես տեղի ունեցել, նաև խոսել է որոշ պետությունների կողմից այս փաստի շղթման պատճառների մասին, մասնավորապես Ռուսաստան, մասնավորապես Մեծ Բրիտանիա, մասնավորապես Թուրքիա, շատ հետաքրքիր անալիզ արած, իհարկե ամբողջ թեզը չեմ կարդացել, բայց ես կարդացի ամբողջը ինչ ստեղ է,
գրած եւ Մեծ Բրիտանիայի հետաքրքրության իմաստով, բաց թողումների իմաստով եւ Ռուսաստանի եւ Օսմանցիների մի խոսքով մի հատ հսկայական հոդվածա ես վերջն եմ ուզում ձեր համար կարդամ, չնայած ճանապարհորդությունների ընթացքում հանդիպածս դժվարություններից ես վճռել էի հնարավորինս շատ գիտական նյութ հավաքել լույս սփռելու Հայաստանի եւ նրա ժողովրդի հարուստ պատմության վրա։ Դες ճիվախ։ Ընդհանուր առմամբ հայ ժողովուրդն ունի հարուստ պատմություն եւ մշակույթ, որն արժանի է ճանաչման եւ հարգանքի։ Սաուդյան Արաբիայում ապրող աղջնակ ասում։ Կարևոր է ճանաչել այն վայրագությունները, որոնց նրանք բախվել են եւ աշխատել արդարության եւ հաշտության ուղղությամբ։ Եզրափակում է նա։ Հիշեք, մեծ ուժերը, մեծ ուժերը, իրանք ամեն ինչ անել են, որ մենք այս փաստի մասին մոռանանք ու հրաժարվենք մեր պահանջատիրությունից։ Ինչի՞։ Որովհետև սա Դամոկլյան սուր է իրանց գլխին կախած։ Հա։ Եվ այդ Դամոկլյան սուրը, եթե ինքը կա, ինքը անպայման մի օր ընկնում է, էլի, հասկանում եք, առանց հետևանք չի անցնում այդ Դամոկլյան սուրը։ Եվ որպեսզի իրենք հանգիստ քնեն, մենք պետք է ուրանանք դա, մոռանանք դա, չհիշենք, չտանք, չառնենք, որովհետև այդ պարագայում, եթե մենք այս ակտիվ ենք պահում, չէ՞ որ կարող է լինի պատմական հարմար պահ, որ հանկարծ դա կարող է իրականանա։ Իսկ վստահ եղեք, մենք այդ ջահը վառ պիտի պահենք, հենց այդ պատմական պահի համար, որտեղ մենք չգիտենք այդ պատմական վառնա մի ամիս հետո, մի շաբաթ հետո, մեկ տարի հետո, կյանքը շատ արագ է գնում։ Բայց քո ջահը կարող է ուր դառնա մենակ այն ժամանակ, եթե դու իրեն վառ ես պահել։ Դրա համար մեր բոլոր թշնամիների եւ ներսում եւ դրսում գործն ու հիմնական խնդիրը մեզ հարմարեցնել են մտքի հետ, որ մենք պետք է ձեռք թափանք դրա վրա։ Ես կարծում եմ մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա չկատարվի։ Այսինքն իրանք չհասնեն այդ հաջողությանը։ Ես ուզում եմ մի պահ ձեր համար կարդալ, դեռ անցած տարի էի կարդած, սա Այդա Ներսիսյանի մոտ, այս նորից թարմացվել է, YouTube-ը, Facebook-ը բերեց։ Ոսոք հասկանաք մենք ում հետ գործ ունենք, հա։ Գնում է մարդկային միտքը անկարող են բռնել, թե ինչպես կարող է Սորբոնի համալսարանի ավարտած բժիշկը ցեղասպան լինել։ Սորբոն։ Բացում է կարող է, եթե նա թուրք է, հիշեք։ Բացում է կարող է, եթե նա թուրք, այսինքն թուրք լինելը դա պարտադիր պայման է։ Ահավասիկ Յուսաբեր օրաթերթի 1919 թվականի մայիսի համարում տպագրված մի հարցազրույց, որտեղ Իթիհադ կուսակցության քարտուղար Միհաթ Շուքյուրին հարցնում է հարյուրավոր հայերի թունավորելով մահվան դատապարտած բժիշկ Ռեշիդին։ Դուք բժիշկ եք եւ իբր բժիշկ ձեր պարտականությունն է մարդ փրկել։ Ինչպես եղավ, որ այդքան անմեղ գունդ առ գունդ մահվան գիրկը նետելու պատճառ եղաք այդքան անմեղների։ Պատասխանում է, բժիշկ լինելս չէր կարող մոռացնել տալ ազգությունս։ Հասկացաք։ Ինչքան ուզում եք բժիշկ լինի, չգիտեմ, այնտեղ երաժիշտ լինի, ով ուզում է լինի, ինքը չի կարող մոռանալ իր ազգությունը, իր բնույթն ու էությունը, դա թուրք լինելն է, իդեալական դիպուկ պատասխան է տվել է։ Ռեշիդը բժիշկ է, բայց աշխարհը եկել, իդեպ թուրք, վայ թուրքությունս հաղթես բժշկությանս։ Հապա պատմական պատասխանատվությունը բա։ Եթե արարքիս համար մեր պատմությունից պատասխանատվության ենթարկի, սիրով կընդունեմ, բայց ուրիշ ազգերի պատմությունն ինձ չի հետաքրքրում։ Ինչ էլ գրեմ, միևնույն ես դա կարևորություն չեմ տալիս։ Քիչ առաջ ինչ հարցրեցիք, թե իբրև բժիշկ ինչպես եմ կարողացել մարդ սպանել, պատասխանս։ Հայ ելուզակները այս հայրենիքի ծոցի մեջ բույն դրած վնասակար մանրեներ են։ Միթե բժշկի պարտականությունը չէր այդ մանրերենը սպանելը։ Տեսեք, խոսքի համատության վերաբերմունքի մեջ 100 տարի մեջ ոչինչ չի փոխվել։ Ալիևն էլ ասում էր,
առնետ, որոնց պետք է հողի մեջից հանել, շպրտել։ Ինչ որ արեցին Փաշինյան Նիկոլի օգնությամբ Արցախում, հիմա էլ ուզում են նույն բանը Հայաստանում անել։ Հայ ելուզակները այս հայրենիքի ծոցի մեջ բույն դրած վնասակար մանրեներ էին, փասուն հայերն էին դե բույն դրել էլի։ Այս անհայրենիք ուйգուրը ինքը չգիտեր, որ ինքն է եկել այդտեղ տիրացել, հա, միջև ականջները արյունոտ պատմությունով։ Եվ դրանք վնասակար մանրեներ են, միթե բժշկի պարտականությունները չեն մանրեներ սպաները։ Բա այնպես որ 100 տարի չէ, 110 տարի չէ, 1000 տարի անցնի, չեմ պատկերացնում են բանական մարդուն, որ մտածում է, որ թուրքը կարող է փոխվի։ Տեսեք, ընդգծեցի բանական մարդուն։ Ով մտածում է, նա բանական մարդկանց մեջ չի, նա կենթանական, այլ թող ներենից կենթանիներ էլի։ Են որ մի բջիջ է, հողաթափիկ ինֆուզորիա։ Այդպես որակի։ Ըստ ամերիկյան պարբերականի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացումը կարող է ամրապնդել այսպես կոչված միջին միջանցքը։ Տեսեք։ Ինչա գրում։ Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է ամերիկյան հեղինակավոր Foreign Affairs այսօր պարբերականը այսօր հրապարակել է Ասլի Աթնդալբաշի Իրանի պատերազմում սպառնալիքներ Թուրքիայի դեմ հոդվածը, որը բավականին հետաքրքիր վերլուծություն է ընդունում ոչ միայն Իրանի դեմ պատերազմի համատեքստում, այլ Հայաստանի տարածաշրջանի։ Առանձնացել եմ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքականության տրամաբանության հատվածը, որը կարծում եմ որոշակի օբյեկտիվություն ունի։ Հա։ Հայաստանի սահմանի բացումը կարող է ամրապնդվել այսպես կոչված միջին միջանցք Հայաստանի հարավային Կովկասում եւ կենտրոնական Ասիայով անցնող ուղղությամբ։ Այսպիսի քայլը կնվազեցնի Անկարայի կախվածությունը ավելի անկայուն հարավային արաբցային ուղիներից, տարածաշրջանում էներգամատակարարման եւ նավագնացության ոլորտներում առկա լուրջ խափանումների պայմաններում։ Անմիջական սահմանի վրա կանոնության ձևավորումը կարող է օգնել Թուրքիային դառնալ կարևոր առևտրային հանգույց եւ ամրապնդել նրա դիրքերը հետ պատերազմյան կարգում, որը ձևավորում է հիմնական առևտրի եւ կապերի վրա, այլ ոչ թե մթնշտական ճգնաժամի պայմաններում։ Այսինքն ինչ ասում է թուրքը, որ այս միջանցքը իրանցա պետք ամենաշատը, այստեղ Հայաստանը ոչինչ չի ստանում, հակառակ կորցնում է իր տարածքները, կոտրվում է իր ողնաշարը, որպեսզի Թուրքիան հզորանա, կայունանա, այս ամեն ինչը դրա մասին է։ Ու սրա կողքին նայեք Թուրքիային հզորացնելու, ուժեղացնելու եւ իրենց մահկանացուն դրա համար ապահովելու պատրաստ իշքան մարդ կա։ Կներեք, որ ես նրանց մարդ եմ ասում։ Մի քանի կարևոր նորություն արտասահմանից, որը շատ կարևոր են այս պահի համար։ Հյուսիսային Կորեան 25,000 դրոն եւ 30,000 զինվոր ուղարկում Ռուսաստան։ Անցած անգամ ուղարկել էր 5,000 եւ պետք է ասեմ ուկրաինացիների բանն ասա, որ իրենց համար շատ դժվար էր կորեացիների հետ կռվելը։ Շատ որովհետեւ ռուսները կռվող չեն։ Իսկ կորեացիները դրանք եկել են վախից մեռնելու, ասենց ասեմ, հա։ Դրան գումարած 25,000 դրոն նոր Հյուսիսային Կորեան ուղարկում է Ռուսաստան։ Եվ սա լուրջ խնդիր առաջացնելու Ուկրաինայի համար։ Առաջ գուցե ես սրա համար շատ տխրեի, ես հիմա եմ տխրում ուկրաինացի ժողովրդի համար, ճիշտ ասած, անկեղծ եմ ուզում ասեմ։ Բայց քանի որ հիմա ձևավորվում է Թուրքիա, Ուկրաինա, Իսրայել, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ադրբեջան այս գիծը համագործակցության, այնտեղ կա նաև Հայաստանը, ցավոք։ Դրան գալիս է հակազդելու Չինաստան, Հնդկաստան եւ Ռուսաստան գիծը։ Եվ որքան էլ ուզում է տարօրինակ լինի, Սյունիքի գոյության գրավականը Պարսկաստանի, այսինքն Իրանի հաղթանակն է, որի կողքը կանգնած են եւ Ռուսաստանը եւ Չինաստանը։
Այսինքն ստեղ իմ վերաբերմունքից անկախ հա ես պետքա հաշտվեմ իմ հանգամանքի հետ, որ Ռուսաստանը չի պարտվել այդ պատերազմում Ուկրաինայի։ Մինչդեռ ռուսական ուղղակի կասության ոչ թե փլուզումը, այլ կառավարման համակարգի փոփոխությունը մեծ օգուտ կտար մեզ։ Բայց երևի ոչ այս իրանյան պատերազմի ընթացքում գոնե։ Առայժմ այդպես բան չի ստացվում։ Առայժմ մենք տեսնում ենք, որ Թրամփի Հյուսեն Կորեայի օգնությամբ փրկվում է Պուտինը, ստանում է առանց մաքսային турքերի եւ թանկ գնով նավթ վաճառելու հնարավորություն, զենք ստանալու հնարավորություն, զենք գնելու հնարավորություն եւ Ուկրաինայի հետ պատերազմը երկարելու է անվերջ, որը ձեռնատու է եւ Զելենսկուն ոչ թե Ուկրաինային եւ Պուտինին, որ երկուսն էլ այս պատերազմի վրա իշխանություն են պահում, հետն էլ արդեն այսօր կարծացի, որ անանուն աղբյուրները պնդում են, որ Զելենսկին կարողացել է արդեն տեղափոխել Ուկրաինայից 4 միլիարդ դոլարի չափ կարողություն։ Այո, մեծ սկանդալ է սա առաջացել եւ Գերմանիայում որոշակի շրջանակներում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց սա փաստ է։ Մենք անցած տարի գիտենք մոտ 2 միլիարդ, հիմա թիվը հասել է 4 միլիարդի։ Հասանենք 250 արդեն ինքնաթիռ է տեղափոխվել տարածաշրջան։ Մեծ պատերազմ է սպասում։ Ես ասել եմ, սա լինելու է վերջի պատերազմը, վերջի ճակատամարտը, վճռական։ Պայմանական ասած, սա լինելու է Իրանի Ստալինգրադյան ճակատամարտը։ Որին ընդառաջ Արաքչին գնաց եւ Չինաստան եւ այսօր գտնվում է Օման եւ այսօր գտնվում է Մոսկվայում։ Դա մեծ բան կար, ռեպորտաժ կար, ամբողջ աշխարհը ցենց լուրջ անհանգստացած է այս այցելությունով, որը Արաքչիի բնորոշմամբ վերջում լսել եմ ամբողջ բանը, գնահատել է շատ կարևոր, շատ օգտակար, ես արդեն հասկանում չեմ, դրատակ ինչեր կա, կարևոր, օգտակար եւ այլն։ Երեք էր ընդհանրապես, որ մենք խոսում ենք, որ բանում Իրանը անցել է արդեն ուղղակի իներտ գործոնից տարածաշրջանային թելադրող երկրի կարգավիճակի։ Եվ այն հանգամանքը, որ հիմա ակտիվ ինքը Օման, Ռուսաստան, Չինաստան այս գծերի վրա են, սա վկայում է մի բանի մասին, որ այս Ստալինգրադյան ճակատամարտի ճակերտավոր եմ ասում, ավարտից հետո եթե Իրանը մնա կայուն, ես չեմ էլ կասկածում, որ ինքը մնալու է կայուն, տարածաշրջանում այս Թուրանին հակազդեցություն լինելու է նոր լրիվ նոր ստեղծվող ռազմական համագործակցության նոր մարմին։ Ու ես կասկած չունեմ, որ Օմանին, Իրանին միանալու է նաև Լիբանանը, կմիանա նաև ընդ Կատարը, Արաբական Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, այդ կարևոր երկրները, որոնք ուղղակի վերջնականապես ձեռք թափ կտան այսպես գլորի ծոցը կուղարկեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հասկանալով, որ այն ամբողջ ներդրումների միլիարդները, որոնք ծախսել են ամերիկյան տնտեսության վրա, որպեսզի ունենային անվտանգության երաշխիք, դա ասեն խապկանք էր։ Իսկ դա գիտեք ոնց է հնարավոր այդ արաբական երկրներին, մահմեդական երկրներին իրար հետ թշնամացնել, բաժանել եւ ենթարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Դա հնարավոր էր միայն իսրայելական հատուկ ծառայությունների, ասենք ասեմ, փայլուն աշխատանքի արդյունքում, որ կարողացան իրենց փոքրիկ պետությունով հակադարձել բոլոր մահմեդական երկրների հետ, թշնամացնել եւ դրանց ենթարկացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որպեսզի ապահովեն իրենց համար պլացդարմ Իրանի դեմ։ Դե ասեք, որ փայլուն օպերացիա չի իրականացված, բայց դե ինչպես ամեն փայլուն օպերացիա ինքը անպայման ունենում է նաև վերջ, եւ այս բaragայում այդ վերջակետը ոնց որ թե ուզում է դնի Իրանը։ Թրամփը խոստացել էր Լիբանանին,
բան զինադադար եւ Իսրայելը համաձայնվել է դրա հետ, բայց հենց հաջորդ օրը 14 հոգի նորից սպանվեց էլի ռմբակոծությունից Լիբանանում։ Լիբանանը լինելու է առաջին երկրներից մեկը, որ միանալու է իմ կարծիքով։ Բանի, եթե իհարկե Ֆրանսիան չառարկի դրան, որ նոր անվտանգության համակարգին մի կմիանա Իրանին։ Ես դա տեսնում, ես տենց եմ տեսնում հիմա։ Սա գիտեք ինչ է, սա հրաշք է հիմա ինչ որ Իրանում կատարվում է տեղումների Իրանում։ քանակը հասել է վերջին տասնամյակների համար աննախադեպ մակարդակի։ Սա այն դեպքում, երբ երկար տարիներ երկիրը տառապում էր ծայրահեղ երաշտից եւ անձրևների գրեթե իսպառ բացակայությունից։ Այս կտրուկ փոփոխությունը ԶԼՄ-ներում սենսացիոն վարկածի տեղիք է տվել։ Արդյոք տարածաշրջանում ամերիկյան բազաներին հասցված հարվածների արդյունքում ոչնչացվել է նաև ինչ-որ կլիմայական զենք, որը տարիներ շարունակ կանխում էր անձրևների գալուստը։ Հավանեք տեսանյութը եւ Ես դեռ 2-3 շաբաթ առաջ էի կարդում նորություններ, որ սկսել են տարօրինակ փոփոխություններ կլիմայական, սկսել են անձև գալ տարածքում։ Եթե դուք հիշում եք, ամառը սոսկալի էր վիճակը Իրանում եւ Թեհրան ուզում էին տեղափոխեին, որովհետեւ ջուր չկար խմելու։ Այսինքն դատարկվում են ջրային բոլոր պաշարները։ Ամեն ինչ փոխվեց Կատարում այդ ամենամեծ ռադարային այդ կայանի ոչնչացումից հետո։ Հիմա համատության մեջ վերջի արդեն 2 ամսվա ընթացքում տեղումների քանակը ավելացել է մոտավորապես իրենց ասելով կարող թիվն եմ սխալ հասկացել առնվազն ասում են 100-ից 500 անգամ եւ անձև է գալու։ Ես ամենամեծ լիճը Ուժմիա լիճը ցամաքում էր։ Հիմա ժողովուրդը դուրս է եկել փողոց եւ անձև է դիմավորում։ Դու պատկերացնում եք մենք դուրս գանք անձև դիմավորենք, այ անձևը իրենց համար այդքան կենսական նշանակություն ունի։ Փաստորեն որից զսկված են եղել։ Այո, մի զարմացեք, կան այդ մեթոդները, կան այդ զենքերը, ռադիոալիքային, լազերային, որոնք կարողանում են ղեկավարել կլիմաները, իրականացնել երկրաշարժներ, ստիմուլացնել երկրաշարժեր։ Եվ փաստացի այդ կայանները ոչնչացնելուց հետո սկսել է տարածաշրջանում անձրև գալ։ Իսկ դուք պատկերացրեք ինչ է նշանակում կլիմայի փոփոխություն անձրև գա Թեհրանի նման անապատային տարածքների վրա, ասենք գյուղատնտեսություն տեղ կարող է հայտնվի, անակնկալ։ Իհարկե հիմա կա հյուսիսային շրջաններում, բայց պատկերացեք այդ բանում կլինի նաև գյուղատնտեսության հնարավորություն նաև հարավային շրջաններում, որը իրանց անապատ է ուղղակի։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի վարանում Թրամփը էլի օդի մեջ գոր կռալ, սենց օդ ճոճել Չինաստանի վրա, որ ինքը չօգնի Իրանին։ Շատ նեղված է, շատ բարկացած է Չինաստան եւ Իրան հարաբերությունների վրա Թրամփը եւ սպառնում է ֆինանսական ճգնաժամերով, ֆինանսական հետևանքներ ունենա։ Ես ուղղակի ուզում եմ մտածեմ, ինչ պետք է անես։ Հիմա արդեն նավերը պայմանականորեն վճարում են անցնելու համար Հորմուզի նեղուցը յուանով, դու դա չես կարող դրա վրա ազդես, BRICS-ի երկրները իրենց մեջ, որը համաշխարհային արտադրության մոտավորապես 40%-ն է ՀՆԱ-ի, BRICS-ի երկրները իրար մեջ պայմանավորվում են հրաժարվել դոլարից։ Դա կարող լինի էլեկտրոյուան կամ կրիպտոյուան կամ չգիտեմ, բայց չինական յուան կարող ուժ լինի։ Այդ դու ինչ պետք է անես Չինաստանից։ Դու արդեն այնց ինֆլյացիա ունես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հենց քո ներսում, մենակ այս ամսվա մեջ 3-ից 4% ա եղել։ Ամսվա մեջ ինֆլյացիան, ոչ թե տարեկան կտրվածքով, հա։ Պլյուս գործազրկության կծուկ աճ։ Պլյուս քաղաքական ազդեցության լծակների կորուստ, պլյուս ՆԱՏՕ-ն քեզանից ուղղակի հրաժարվում է, դու ՆԱՏՕ-ից, ՆԱՏՕ-ն քեզանից Պլյուս դու արդեն նույնիսկ ՆԱՏՕ-ի օդային տարածքները չես կարողանում օգտագործես քո ռազմական հանցագործությունների իրականացնելու համար։ Դու Չինաստանի ինչ պիտի անես, Թրամփ։ Այդ չեմ ասում տեղից ելնող ուզում է քեզ սպանի։ Արդեն երրորդ մահափորձն է իր վրա։
Չգիտեմ, սարկածա թե սարկած չի։ Իմ կարծիքով սա է սարկածա, որովհետև այն ինչ որ ես այսօր կարդացի տարբեր լրագրողների մոտ վկայությունները, որոնք եղել են այդ դալիճում, խոսում է լրիվ ուրիշ բանի մասին, որ նախ մի հոգի չի եղել այնտեղ, երկու հոգի է եղել։ Մի խոսքով, հələ մենք այնքան բան ենք լսելու, այնց որ ամեն ինչ այդքան պարզ չի դեռ, չեմ ուզում շտավ եզրակացություններ անել, էլի, բայց դա կապ չունի։ Թրամփն էլ Նիկոլի նման իր ժեխ ունի, չէ՞, կներեք, այս բառից համար չեմ սիրում, այս պետք է ասեմ։ Իրան հավատացողներ ունի, չէ՞։ Մատա թափ տալի, որ ասի դեռ չեմ մեռել, դեռ մատ եմ թափ տալի Չինաստանի վրա։ Դու նույնիսկ մի հատ փոքրիկ Իրանի հարցը չես կարողանում լուծես։ Ինչի փոքրիկ Չինաստանի հետ համատած Իրանը փոքրիկ է։ Ասեք Իրանի բնակչությունից 15-16 անգամ ավելի շատ բնակչություն ունի Չինաստանը Իրանի բնակչությունից։ Եվ տեխնիկապես տեխնոլոգիաներով ավելի զարգացած եւ ճանապարհներով ավելի զարգացած։ Դու չես կարող Չինաստանի խեղդես, դու նույնիսկ Իրանի վրա չես կարող շիմանալ։ Մի խոսքով։ Ամեն ինչ ես կարծում եմ կպարզվի մինչև մայիսի առաջի կեսը։ Եվ հարձակումը, այս գլոբալ հարձակումը, որ սպասվում է, եւ դրա հետևանքները, եւ ես միջև ընտրություններ ուզում եմ, որ հստակ արձանագրվի մի բան։ Իսրայելը պարտվել է ամերիկաններն իրար հետ, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը աշխատի ըստ դրա, որովհետև պատկերացրեք լրիվ այլ վիճակ կլինի, թե հանկարծ պարտվի Իսրայելը եւ ուժեղանա պարտվի Իրանը եւ ուժեղանա տարածքում թուրքական գործոնը։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը կարելի ասել ապահոված է։ Բայց ես սիրտս ուրիշ բան է վկայում, մի քիչ չի լինելու դա։ Մանավանդ որ իմացակ նոր կոնգրեսականների ներկայացուցիչներից մեկը, որ գալիս է առաջադրվելու, ոչ միայն նոր մոդայ անկտել, ասեմ ձեզ իմանաք, ոչ միայն հակահարիականությունն ալնելու տրենդ, այլ դրանից մեկը ավելի ունիկալ է գտնվել։ Ինքը խոսք է տալիս, որ եթե ընտրվավ կոնգրեսում, ինքը ամեն ինչ անելու է, որ Այա Սոֆիան կրկին դառնա եկեղեցի, որը մսկիթի է վերածվել, նայեք 2020 թվականին։ Տեսեք ինչ եղավ, 2020 թվականից Այա Սոֆիան վերածեցին մսկիթի, հարձակվեցին Հայաստանի վրա։ Եվ երկու դեպքում էլ աշխարհը կարծես թե խուլ ու համր էր։ Վերադառնանք Հայաստան, մատես մեր փոքրիկներին լսենք։ Սարնենք մեր երեխեքն մաքրում են տարածքը։ Այս մեր երեխեքն են։ Ամեկը գալիս է մեր նման ընտանիքներից։ Ամեկը ներկայացնում է իր ընտանիքին։ Իսկ կազերը նայելով ես համոզվում եմ, որ կամ ուզում եմ ինքս ինձ համոզած եմ, չգիտեմ, գուցե ես էլ եմ ինքս ինձ խաբում։ Բայց կարծում եմ, որ
այս կեղտոտ պրոպագանդան թուրքական որ կա, հայերի մոտ չի աշխատում, որտեղ գիտեք ինչ, ես ես հիշացնեմ, 18 թվականից այս ճիվաղները, որ եկան իշխանության, դրանք սկսեցին պրոպագանդան, որ հայրենասիրությունը լավ բան չի, դժդե է ֆաշիստ է, ազգային արժեքները դա գեղացու կոշիկ է, խոսքով հետամնացությունը 2 տարի այդ քարոզներ գնում, բայց հենց Արցախում հնչեց կրակոց, ամեն ինչ մոռացան այնտեղ 2 տարի այդ ճիվաղն ինչ էր քարոզում, պատմությունն էին ջնջել դպրոցներից, բուհերից անել, ամեն մեկը գիտեր արդեն ինքը ինչ պետք է անի, գնացին Արցախ փրկել, ես ուզում եմ հավատամ, որ վերջի 5 տարվա մեջ ինչքան էլ սրանք ուզում է քարոզած լինեն, ինչքան ուզում է փորձած լինեն բացեն մեր իրականությունը, մեզ չեն հաջողել, ես այս երեխեքին որ տեսնում, ես կազերը որ տեսնում եմ, արդեն աչքերից գալիս է, իրանց դպրոցում, իրանց առօրյան, իրանց դասատուները, իրանց ընտանիք, իրանց բակը, Փաշինյան Նիկոլ, այտենց որ հեշտ լիներ հայերին ուծելը, վերացնելը, քեզանից առաջ ավելի հզոր ուժեր են եղել, դու համատության մեջ ընդամենը մի հատ ճիվաղ ես, ճիճու, ոչ միայն դու, ամբողջ քո ընտրազանգվածը և քո աջակիցները և քո ամբողջ թիմը, ու դուք չեք կարող ուժի մանունել, այս լավ նոտայի վրա ուզում ասոր ավարտել, դա մնացել